Արդյոք հաջորդ շաբաթ կայանալիք եպիսկոպոսած ժողովին կդադարեցվի վեհափառի հրաժարականը պահանջած 10 եպիսկոպոսների պաշտոնավարումը։ Մայրաթորն առայժմ չի շտապում ժողովի օրակարգային հարցերը գաղտնազերծել։ Հայտնի չէ նաև արդյոք Փաշինյանի արշավին միացած եւ վեհափառին կամովին հանգստյան գնալու կոչ արած բարձրաստիճան հոգևորականները առհասարակ կհրավիրվեն դեկտեմբերի 10-ից 12-ը կայանալիք եպիսկոպոսած ժողովին։ Ամեն դեպքում, եթե 57 եպիսկոպոսներից 10-ն էլ չմասնակցեն այդ ժողովին, ապա դա դժվար թե քվորումի հետ կապված խնդիրներ առաջ բերի։ Այդ մասին Ազատության հետ զրույցում նշեց Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Տեր Եսայի, արդյոք 10 եպիսկոպոսները, ովքեր պահանջել են կաթողիկոսի հրաժարականը, նույնպես հրավիրվելու են եպիսկոպոսած ժողովին եւ արդյոք նրանք կմասնակցեն դրան թե ոչ։ Երբ որ ժամանակը կա, դրա մասին մենք կխոսենք։ Տեր Եսայի, իսկ այդ ժողովի ընթացքում դրվելու է նրանց պատասխանատվության ենթարկելու, իրենց կոչումներից զրկելու հարցը, որովհետեւ այդպիսի նաեւ հորդորով հանդես են եկել Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսները։ Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ կրկին մենք առանձին դրան կանդրադառնանք ու ըստ անհրաժեշտության դրան կներկայացնենք։ Իսկ եթե այդ 10 եպիսկոպոսները չմասնակցեն ժողովին, հնարավոր է ժողովի կայացման հետ կապված որոշակի տեխնիկական խնդիրներ առաջանան, այսինքն քվորում չլինի, այսպես, եթե կարող ենք ձևակերպել։ Չեմ կարծում, որ դա կազդի քվորումի վրա։ Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանն այսօր թեև չցանկացավ խոսել եպիսկոպոսած ժողովի օրակարգի մասին, բայց երեկ լրագրողների հետ հանդիպմանը հստակ հայտարարեց 10 եպիսկոպոսների դավաճանական քայլը չի կարող անպատասխան մնալ եւ համարժեք քայլեր լինելու են։ Հակականոնական գործողությունները պետք է ստանան իրենց գնահատականները եւ համարժեք պատասխանները։ Չի կարող որևէ գործողություն, որևէ հերձված, դավաճանական որևէ քայլ անարձագանք մնալ։ Սա ես շատ հստակ, շատ որոշակի ասում եմ, համոզված եմ։ Փաշինյանի հետ կառավարությունում հանդիպած, ապա դրանից հետո վեհափառի հրաժարականը պահանջած եպիսկոպոսները առհասարակ խուսափում են լրագրողների հետ շփումից։ Նրանք կամ զանգերին չեն պատասխանում, կամ տեղեկանալով, որ զանգահարողը լրագրող է, անջատում են հեռախոսը։ Այսօր, երբ զանգահարեցինք Կոտայքի թեմի առաջնորդ Արաքել arczepiskopos Քարամյանին, նա անգամ չցանկացավ լսել մեր հարցը, օրհնեց եւ անմիջապես անջատեց հեռախոսը։ Իդեպ կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած եպիսկոպոս Արաքել Քարամյանը arczepiskoposi կոչումը 2014-ին ստացել է հենց Գարեգին II հայրապետական կոնդակով։ Մամուլը բազմիցս է գրել, որ կուսակրոն Արաքել Քարամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած նախկին ԱԱԾ տնօրեն, նախկին քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հայրն է։ Սրբազան, բարև ձեզ։ Ողջույն ձեզ։ Ռուզանան է Ազատություն ռադիոկայանից ձեզ անհանգստացնում։ Ռուզանա ջան, ասած թող ձեզ օրհնի հավես լավ եղեք, հաջողություն։ Մի հարց ունեի ձեզ ընդհանրապես Սրբազան, կխնդրեի ուղղակի Իդեպ, թեև Արաքել arczepiskopos Քարամյանը միացել է վեհափառի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին, սակայն նա Կոտայքի թեմի քահանաներին արգելել է պատարակների ժամանակ զեղչել ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Այս կիրակի Կեչարիսում տեղի ունեցած պատարակին, որին մասնակցել են ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եւ այլ պաշտոնյաներ, վեհափառի անունը հնչել է։ Ազատության հետ զրույցում հաստատեց Կեչարիսի հոգևոր հովիվ Տեր Սահակ Սահակյանը, նշելով, որ այդ ամենը եղել է առաջնորդ հոր Արաքել arczepiskopos Քարամյանի հրահանգով։ Ոնց որ արվում է, այդպես պիտի արվի։ Ինքն է ասել, որ չենք զեղչում։ Ով է ասել։ Արաքել arczepiskopos Քարամյանը։ Այսինքն նա է ձեզ ասել, որ չզեղչեք պատարակի ժամանակ։ Այո, եւ այն, որ ասում են իբրև թե մեզ հրահանգվել է, որ մենք զեղչենք եւ մենք էլ ընդդիմացել ենք, դա սուտ է, կեղծիք է։ Բայց եթե Արաքել Քարամյանը պահանջում է վեհափառի հրաժարականը, ինչպես է որ նա ձեզ հրահանգել է, որ դուք չզեղչեք նրա անունը պատարակի ժամանակ։ Կարող եք իրեն հետ խոսել, հասկանալու համար ինչու է այդպես։ Մեզ բազմիցս ասել է, որ վեհափառ հայրապետի դեմ չէ իրենց գործողությունները։ Բա ում դեմ է։ Մանրամասները արդեն իր հետ խոսենք։ Պարզապես եթե նրա դեմ չէ, ինչու է նրա հրաժարականը ուզում այդ դեպքում։ Չեմ կարող ասել, չեմ հասկանում, ինձ շատ բաներ։ Իսկ ընդհանրապես այս իրադարձություններին դուք ինչպես եք վերաբերվում, որպես հոգևոր սպասավոր, որպես քահանա, վեհափառի դեմ այս արշավին ինչպես եք վերաբերում։ Ես բացասական եմ վերաբերվում վեհափառ հոր նկատմամբ այս գործողությունները։ Եվ սխալ եք համարում նրա անունը զեղչելու որոշ թեմերի այդ որոշումը։ Միանշանակ։
Իդեպ Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող պատարակներում սովորաբար զեղչվում է կաթողիկոսի անունը։ Այդպես եղավ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, նաև Վայոց ձորի եւ Մասյացոտնի թեմերում։ Կաթողիկոսը որևէ ձևով զիջման, նահանջի, միտում եւ նշան չի տվել։ Այն, որ վեհափարի դեմ վարչապետ Փաշինյանի արշավում Գարեգին II-ը միայնակ չի մնացել եւ 10 եպիսկոպոսների դավաճանական քայլը որևէ կերպ չի ազդելու վեհափարի որոշումների վրա, երեք վերահաստատեց Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանը, պնդելով. Փաշինյանին չի հաջողվելու հասնել իր ուզածին, այն է մեջբերում եմ թշնամիների պահանջներին ենթարկվելով եւ իր իշխանությունը երկարաձգելու նպատակով իրեն ենթարկեցնել նաեւ հայ առաքելական եկեղեցին։ Ցանկություն կա ունենալ կառավարելի ձեռնասուն եկեղեցականներ, որոնք պետք է սպասարկեն հոգևոր ոլորտում իր հետաքրքրությունները եւ իր շահերը։ Քանի ես այս ասպարեզում կամ, քանի դեռ կաթողիկոսը Գարեգին II-ն է, այդպիսի մոտեցում չի լինելու։